խայտը կարիրնձի անամաշխրում էլա։ Բայց ռուբոյին չեմ արել։ Ոնց ինչ ես արել, ռուբոյ կնիկը գործ ա մանգալի աղջի։ Հա, բայց Ռուբ ջան, էդ նորմալ ա։ Աղջի ինչն է նորմալ չի, իմ մերը չի աշխատե, տատս է չի աշխատե, դու է չպետի աշխատես։ Դե գոնե դու գնա աշխատի, որ ես չաշխատեմ։ Աղջի լսի, հենս չի աշխատե, պապս է չի աշխատե, ես է պետի չաշխատեմ։ Բայց դες ոնց ենք ապրելու, Ռուբ։ Հալա հերս ու մերս ապրել են, տատս ու պապս են ապրել, ես է կապրեմ աղջիկու էդի։ Քելնգի առաջ օրսրեմ, բարև քուրած է։ Ես զանգահարել էի ձեզ, հիշում եք, որ պիտի գա։ Ձեր անունը կասեք։ Աննա։ Աննա, մի վարքյան։ Կներեք, որ Աննան, Են որ ամուսնու հետ պետք է գար։ Ահա, հեսա, գտա, համեցեք, նստեք։ Նստեմ վրեն գեղչի։ Քրած ձևս, մի անգամից ինֆորմասնում էլ է ինչ մոմենտ ա։ Իմ կնիկը նենց տեղ պետ է աշխատի, ովշի, որ տես սաղ կանայ կլեն տենց ծիվիլի մեջ սաղ։ Շատ լավ կարող եմ գիդի աշխատանք առաջարկել։ Էդի չա, ես չեմ գիդում։ Գիդը դա այն մարդն է, որ տուրիստներին պիտի ման տա։ Վաթես աղջի, ոնց կնիկս ինչ գործ ունի մանե կողների հետ։ Կներեք էլի ուղղակի ամուսինը շատ խանդոտ է, կարող եք ինչ-որ ուրիշ գործ առաջարկել։ Կարող եմ ձեզ առաջարկել աշխատանք ներքնազգեստի խանութում, վաճառողուհի։ Պետքա ընդամենը վաճառեք գիշերանոց, կրծկալ, տրուսիկ։ Հոպը շեու, լպագ աղջի ակաշներով։ Էսի չերես խոսում կնգաս մոտ է, կնիկս տան կնիկ անքը հլը չգիդե տրուսիկը ինչա։ Ես սերևալա, խայտարակ ելն կլն աշխարը։